Պետքի սրահում այսօր քննարկելու ենք համայնքային բյուջեներում տեղահատեցված սոցիալական բյուջեի ծախսումները եւ մենք այդ թեման քննարկելու ենք այսօր ֆինանսական փորձագետ ֆինանսների նախկին նախարար պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Պարոն Բարխուդարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հետքի խմբագրությունը երկար տարիներ համայնքների համայնքային բյուջեների ուսումնասիրությունների իրականացնում եւ համայնքային խնդիրների եւ մենք այսպեսի մի ցավոտ հարց ենք առանձնացրել։ Ինչպես են բաշխվում համայնքային այդ փոքր բյուջեներում փոքր սոցիալական գումարները, որոնք կենտրոնապանիշներով փոքր, բայց ընդհանրապես համայնքի բյուջեներն են փոքր։ Այնուամենայնիվ ուզում եմ քննարկել այն սկզբունքները, որոնցով բաշխվում է։ Մեզ համար անընդունելի մի քանի դիտարկումներ մենք հրապարակել ենք, դրանցից մեկն այն է, որ ընդհանրապես օրենսդրորեն կարգավորված չէ, թե ով համայնքի ղեկավարը, այսինքն տեղական իշխանությունը, համայնքի ղեկավարը, թե ավագանը պետք է իրենց որոշումներով հատկացնեն սոցիալական օգնությունները, ինչպես պետք է հատկացնեն եւ ում պետք է հատկացնեն։ Եվ արդյոք այն պետք է նույնականացվի պետության կողմից տրվող ընտանեկան նպաստների հետ։ Հասարակ այդ սոցիալական օգնությունները կամ նյութական օգնությունները իրենք կան ոչ միայն համայնքի մակարդակում, տարբեր գերադասեր նույն աշխատանքի սոցիալական օգնության նախարարության մասշտաբում, այն դեպքերի համար է նախատեսված եւ չնախատեսված աննախադեպ դեպք է պատահել, մարդիկ իսկապես ծանր վիճակի մեջ են, իրենք են դիմում, քննարկում են, որոշում են օգնություն հատկացնել, որ ասեմ դա 100%-ով ինչ-որ կանոնակարգված գործընթաց է, մի քիչ դժվար է ասել։ Ոչ, իհարկե որոշումն ընդունում է համայնքապետը, ավագարին ավելի վերահսկիչ կամ հաստատող մարմին, ընդունում է համայնքապետը։ Դժվար է կանոնակարգողը բավական։ Ես իհարկե կգերադասեի, որ այդ տիպի գումարները, մենք ունենք ընտանեկան նպաստների ինստիտուտը, հիմնականում կանոնակարգվում այդ ինստիտուտով։ Եվ ճիշտ ասած դեմ եմ, երբ անապահով ընտանիք են ասում եւ նպաստը տալիս են։ Ըստ իս առաջ կար նպաստ աշխատանքի դիմաց ծրագիր, հիմա էլ կա, բայց առաջ ավելի տարածված է, չի տարածում չկա։ Իսկ դա սխալ է, եթե երիտասարդ ընտանիք են, նրանք պետք է անպայման աշխատանք գտնել, թեկուզ աշխատանք համայնքի մասշտաբով։ Եվ ըստ դրա վճարել են, նույնիսկ ավելի բարձր գումար, քան հիմա ստանում են որպես ընտանեկան նպաստ։ Օրվա համար միջին մավորի աշխատավարձ այսօր ոչ բարձր ինչ-որ մասնագիտացված կամ որակավորված, բարձր որակավորում պահանջող։ Դա կնպաստի նրան, որ մարդիկ աշխատանքով դրան։ Ես վստահ եմ, եթե դրանից 2-3 անգամ մարդիկ ավելի շատ գումար ստանան, այդ նույն գումարը կբավականանա։ Ցավոք սրտի մարդիկ կան, որ միայն չաշխատելու համար, օրինակ վաճառում են իրենց կողը, որպեսզի գիտեն նպաստառոյի ցուցակներում, եւ ստանում են նույն եկամուտը, ինչ որ խնամելով այդ պահելով այդ ընտանեկան ամուսնուին եւ այլն, բայց առանց աշխատելու։ Դա պետք է վերացվի։ Պարոն Բարխուդարյան, ուրեմն բավական բավարար չէ, որ դա չի վերահսկում, ընդհանրապես մեզ շատ զարմացրել է այդ բաշխման մեխանիզմը, ես ասեցիք դիմում պետք է լինի եւ այլն։ Ուրեմն մեր ուսումնասիրությունները ցույց են, որ 99%-ով համայնքներում ուղղակի ցուցակներ են, որտեղ անուն-ազգանուններ են գրված։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ համայնքի բնակիչ չի եղել եւ ստուգում են։ Այսինքն չկա ոչ մի փաստաթուղթ, եթե աուդիտ լիներ եւ դուք երկար տարիների ֆինանսական ձեռքբերումների արդյունքում, արդյոք որևէ աուդիտ, որևէ հաշվապահություն ընդունելի կհամարել որևէ բյուջեի մեծ գումարների, ինչի եմ ասում մեծ, որովհետև մենք կառավարության կողմից տրվող այդ նպաստների համակարգը ունի չափորոշիչներ, հստակեցված գումարներ եւ այլն, որտեղ առավելագույնն է երևի բազմանդամ ընտանիքին 60-70 հազարից հազիվ թե անցնի։ Բայց մենք ունենք դեպքեր արտանագրված, որտեղ միանգամից 350 հազար նույնիսկ կարող է նպաստ տակ տրվել մեկին եւ առանց փաստաթղթի։ Ինչպես կընդունվեր դա որևէ աուդիտի կողմից, դա կհամարվեր օրինակ այս այն դեպքն է, որ կան նաև պաշտոնական երկիչ հրաշալումներ, ծանոթներին վճարելու եւ այլն։ Ես ինքս նաև մասնագետ չեմ, մանրամասը կանոնակարգում, ինչ տիպի հաշվետվություն իհարկե պետք է փաստաթղթեր իրեն առաջ տային եւ հիմնավորված որոշումներ։ Որոշումը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը։ Մարդը ինչի է դրա կարիք ունի։ Իհարկե հիմնականում պետք է առաջնորդվել այդ ընտանեկան նպաստների չափանիշներով։ Եվ հստակ գրանցել, արձանագրել, թե ինչ դեպք է պատահել, ինչ արտակարգ դեպք է եղել։ Նորից եմ ասում, համայնքում բոլորը իրար ճանաչում են, նրանք ուրիշ համայնքի բնակչությանը սոցիալական օգնություն
ըստեյության չպետք է տրամադրել։ Բայց ունենք նաև Եթե տվյալ համայնքին է, ուրեմն կա սոցիալական ծառայությունները, կա անվտանգական նպաստները եւ այլն։ Ձեր պատկերացումն ինչպիսին է այդ թեկուզ այդ բյուջեի բաշխման հետ կապված։ Գիտեք, դա շատ փոքր տոկոս է ծախսերը, որ ասեցիք, եւ առհասարակ համայնքային բյուջեները բավականին փոքր են։ Այդ առումով, եթե այսպես ասենք, ֆինանսական ապակենտրոնացման կամ կառավարման ապակենտրոնացման ցուցանիշներ ասենք, դա տեղական բյուջեի օրինակ եկամուտների հարաբերությունը համախմբված բյուջեի եկամուտների հարաբերությունը 6% է կազմում Հայաստանում, շատ փոքր է։ Զարգացած երկրներում ասում 40%-ից իսկ ավելի։ Զարգացող երկրների մասում 20-25%։ Այսինքն բավականին ապակենտրոնացված է որոշումների ընդունման գործընթացը, պատասխանատվությունը, լիազորությունները։ Գիտեք, շատ լիազորություններ մանավանդ նրանք, որոնք առնչվում են սոցիալական բնույթի ծառայությունների բնակչությանը, շատ դժվար է կառավարել կենտրոնից Երևանից։ Որտեղ տեղերում շատ ավելի լավ է երևում, հենց այդում մարդիկ, որոնք կարիք ունեն սոցիալական համակարգության, շատ ավելի լավ է եւ ավելի նպատակային արդյունավետ հնարավոր է իրականացնել կրթության, առողջապահության առաջնային ծառայությունների, որոնք ավելի մոտ են բնակչությանը եւ ամենօրյա ուշադրություն է պահանջում նրանց աշխատանքը։ Դա վերաբերում է անշուշտ նաեւ բնակկոմունալ ոլորտին, բարեկարգման տարածքի ոլորտ։ Դրանք կան ամրագրված են մեր օրենսդրությամբ։ Բայց տեսեք ինչ իրավիճակ է ստացված։ Այսօր համայնքը հստակ պատասխանատու է ուղղակի նախադպրոցական եւ արտադպրոցական կրթական հիմնարկների համար։ Մանկապարտեզներն են, երաժշտական դպրոցներն են, որտեղ այո, մասնակի ծրագրերն են վճարում, մասնակի համայնքը, բայց դե ուղիղ իրենտակայության տակ է։ Հիմա նույն համայնքի բնակիչը, եթե խնդիր ունի հանրակրթական դպրոցի հետ, իր երեխաների հետ կապված շատ խնդիրներ, համայնքապետը տեսակ լիազորություն չունի, որտեղ դա մարզպետրանի ենթակայության արտույց է։ Իսկ եթե հանկարծ խոսքը վերաբերում է հիվանդանոցին կամ վեսպոլիկլինիկային, այստեղ դա էլ չկա, որտեղ ֆինանսավորումը պետական ու այդ առողջապահական գումարների գործակալությունից իրենց առողջապահական ծառայությունների ինչ-որ ձևով ենթարկում է մարզպետին այդ նշանակում տնօրենին եւ այլն, բայց շատ խճողված պատկեր է։ Դա բերում է նրան, որ ամբողջականությունը կառավարմանը, ամբողջականությունը, լիարժեքությունը շատ տուժում է։ Եթե մարդը մի հարցով գնում է մարզպետը, ինչ տարբերություն ունեցած սոցիալական ծառայությունները նույնպես առնչվում են տեղանքին, նույն իր համայնքի բնակիչների։ Միտեղ համայնքապետը կարող է միտեղ ոչ, միտեղ մարզպետը իրավասու է վճիռներ ընդունելու ամբողջությամբ, միտեղ պետք է զեկուցի Երևան եւ այլն։ Այդ պատճառով այդ առաջարկները կա, ես էլ որոշ փաստաթղթի վրա աշխատել եմ, առաջարկ կա, որպեսզի այ համայնքների խոշորացմանը զուգընթաց անպայման տեղի ունենա նաև կառավարման հետագա ապակենտրոնացում եւ ֆինանսական ապակենտրոնացում։ Այսինքն դեպի ծառայություններ, ինչպես ոչ միայն արտադպրոցական եւ նախադպրոցական կրթություն, այլև հիմնական կրթությունը դրի համայնքի ենթակայություն։ Անվճար դասագրքեր, անապահով եւ ընտանիքի երեխաների, տրանսպորտը դպրոցի հետ կապող նույնիսկ միջհամայնքային բոլոր համայնքային խնդիրները։ Ինչ վերաբերում է առողջապահությանը, պոլիկլինիկաներ, տեղտեղ եթե մեծ համայնք է, բնական Երևանի կամ Գյումրիի կամ Վանաձորի հիվանդանոցներ նույնպես։ Ոչ հստակ մասնագիտացված հանրապետական նշանակություն, ոչ տեղական։ Մոր բանկան առողջություն, շտապօգնություն, այս տիպի երեխաներին տրվող շտապ բուժօգնություն, սոցիալապես անապահով խավերին տրվող բուժօգնություն եւ այլն։ Այս ծառայությունները նույնպես սոցիալական ծառայությունները նրանք, որոնք կապված են կոնկրետ տեղական զբաղվածության ծրագրերի, որոնք կապված են ուրեմն ընտանեկան նպաստներին։ Եվ այլն, խնամքը տարեցների նկատմամբ, շուրջօրյա խնամքը, թոշակառուների, տարեցների կենտրոններ համայնքային եւ այլն, հսկայական ծառայությունների ոլորտ կա, որի դեպ արտասահմանում օրինակ Իտալիայի փորձն է շատ հարուստ, իրականացնում հասարակական կազմակերպությունները։ Գումարը տրվում է իրենց, մեծահասակների մեծ մասը կարիք ունի ոչ թե լրացուցիչ 20,000 դրամի, այլ ուղղակի խնամքի էլեմենտար, կենցաղային պայմանները բարելավման, որոնք դեռ վիճակի չէ դառնում, շփման պարզմարտկային եւ այլն։ Այդ բոլորը իրականացվում է կազմակերպության միջոցով, համայնքը գումար է տալիս, բնական է մրցութային եղանակով, եւ դա շատ բարձր մակարդակով իրականացվում է։ Այսինքն կարող է նաեւ այդ սոցիալական միանշանակ առաջի հերթին համայնքի աշխատանքը եւ բնական է համայնքի ֆինանսական բազան պետք է ավելի ուժեղացվի, ավելի ամրապնդվի։ Օրինակ տարբեր հարկերից մեր օրենսդրությունը թույլ է տալիս որոշակի մասհանումներ անել նաև համայնքային բյուջեների։
եկամտային հարկից մասանում, շահութարկից մասանում եւ բարձրացրել նրանց տեսակարարքշիռը։ Ես հիմա պատրաստ չեմ որևէ տոկոս ասել, կապված է այս կամ այն ծառայություններից, համայնքին տրվող լրացուցիչ պարտադիր լիազորություններից, բայց դա անհրաժեշտաբար կլինի, որ մարդիկ զգան, որտեղում հնարավոր է բավականին շատ հարցեր լուծել, առանց անպայմանորեն մարզպետին զեկուցելու հետո Երևան կառավարության եւ այլն։ Դա պետք է շատ ուժեղացվի, որտեղ կառավարման ապակենտրոնացումը, կառավարման ժողովրդավարացումը շատ կարևոր գործընթացներից է։ Եվ հարցը միայն պես նպատակ չէ ժողովրդավարացումը, այլ կարևոր է, որ այդ վերահսկողությունը տեղում, եթե շահագրգիռ իսկապես պատասխանատու մարդիկ կան, շատ ավելի բարձր մակարդակի վրա կլինի եւ ծառայությունները ավելի նպատակային եւ ավելի արդյունավետ կիրականացվեն։ Սա է հիմնական խնդիրը եւ ես շատ կողմ եմ նրան եւ միշտ կոչ եմ արել իմ բոլոր հանդիպումներում եւ նախարարության աշխատողներին, որպեսզի այդ խոշորացումը հիմա համայնքների անպայման ուղեկցի համապատասխան կարողությունների ստեղծմամբ եւ պարտադիր լիազորությունների ավելացմամբ համայնքների, ինչպես նաեւ համայնքային բյուջեի ավելի լիարժեք եկամուտները ապահովել։ Եվ պետք չէ սպասել, որ ամբողջ հանրապետությունը մեկ ավարտի այդ գործընթացը, որովհետեւ միանգամից անցնենք այդ մասանումների։ Այն համայնքը, որը պատրաստ է, դիմել է, անհրաժեշտ հիմքեր կան, կառավարությունը կարող է ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում անպայման այդ տողոմությունը վերաբաշխում եկամուտների ցույց տալ։ Բայց եթե նկատել եք, մենք մի կողմից այդ խոշորացումը գնում է եւ Եվրախորհրդի պահանջն է ապակենտրոնացնել այդ ծառայությունները եւ ավելի մոտեցնել համայնքին կամ հանձնել համայնքին հնարավորինս, որ հնարավոր է կառավարել հատկապես խոշորացման ընթացքում, բայց զուգահեռ տեղի ունեն նաեւ հակառակ process-ը։ Վերջին ջրագծերը ամբողջ համայնքներից պետությունը նորից հետ վերցրեց այդ մեկ գործընթացը դա, մյուսը, որը նույնիսկ այս կոնտեքստում անհասկանալի է եւ ընդհանրապես կար նաեւ դպրոցների հետ կապված բազմաթիվ համայնքների ինքս հանդիպել եմ ավականու որոշումների եւ պետության առաջարկով, առաջարկ է այսպես ասած ձևակերպված, բայց հետ է վերցվում այդ դպրոցների շինությունների տակ գտնվող հողատարածքը մնում է պետական սեփականություն, ոչ թե համայնքային։ Ձեր կարծիքով ինչու մեր մոտ չի խրախուսում այդ ապակենտրոնացումը։ Մի քիչ դժվար է միայն դրա հիմա վրա այդպես եզրակացություն անել, որտեղ կա հակառակ փաստարկներ նույնպես, ես չեմ ասում, որ ես միանշանակ դրա կողմնակից եմ, ջրերի հետ կապված։ Տեղեր կան, որ ինքնահոս ջրը մատակարարում եւ կան համայնքներ, որ խմելու ջրի համար ես բնակիչներից խմոր չեմ բացում։ Իսկ տեղեր կա, որտեղ ինքնահոս չէ եւ բավականին թանկ է ջրը մատակարարումը։ Այսպես մի քանի ռեգիոններ կային Հայաստանում, միացնելով հնարավորություն է ստանում նախ միասնական տարիֆային քաղաքականություն իրականացնել եւ նաեւ միասնական ներդրումային քաղաքականություն։ Վերջին հաշվով եթե համայնքում է, համայնքի ամեն բնակիչ ժամանակ առ ժամանակ ինչ-որ գումար ծախսում է, որպեսզի աղբյուրը մեծացնի, ավազանը մեծացնի, կարգավորի ջրի հոսքը եւ այլն։ Խնդիրներ կան այստեղ։ Դա արվում է ավելի արդյունավետ կառավարման նպատակով։ Բայց մյուս կողմից դա արվում է, այո, համաձայն եմ ձեր հետ, պաստորեն ապակենտրոնացման հակառակ կառավարման կենտրոնացման միջոցով։ Տվյալ դեպքում այստեղ բյուջեի հարց երկու կողմներ կա հարց։ Մնացած հարցերով ես ինչպես ասեմ, միանշանակ կողմ եմ դրա։ Վերցնենք բնապահպանությունը։ Մեր այսօրվա օրենսդրությամբ պետք է համայնքը մեծ աղմուկ է բարձրացնում, ծրագիր է ներկայացնում, պետք է համայնքին օգնել, որպեսզի բնապահպանական կամ շրջակա միջավայրի պահպանման ծրագիր կազմի, որտեղ այդ նույն հանքավայրերը որ բացում են, առաջին օրը դժում համայնքի նրանք են շնչում այդ օդը, նրանք են օգտագործում այդ աղբետվար ջուրը եւ այլն։ Անողջ գումարը պետք է գնա համայնքին, ես համաձայն եմ, որ պետք է ծրագիր լինի դրա։ Եթե միայն ծրագիր կա, այդ դեպքում այդ բնապահպանական օգտագործման վճարները թողնում են համայնքին եւ կապը պետք է ավելի սերտ լինի։ Առաջին հերթին համայնքն է դժում, ուրեմն բնականաբար բնապահպանական հիմա ընդհանուր օգտագործման էկոլոգիական հարկի գաղափարը կա կլինի, դա պետք է տանել համայնքներին։ Իրենք եւ իրենց հակառակը պետական բյուջեից օգնել առանձին տրանսֆերներով, որպեսզի իրենք շրջակա միջավայրը, բնապահպանական միջավայրը ավելի բարելավեն։ Վերջին հաշվով համայնքն է իր ազդեցությունը ստանում ամբողջ այդ աղտոտումներից, ցանկացած համայնք։ Այդ բոլոր ոլորտներով իհարկե ապակենտրոնացման կարիք կա։ Իհարկե կարիք կա, որ տեղական կառավարությունները այդ միջոցները կառավարելու, հստակ վերահսկելու, ներքին աուդիտի գործը կա, որ պետք է լինի, մենք ասում ենք ծրագրային բյուջետարական 2018 թվականից տեղադրում է ուժեղ ներքին աուդիտի
արկայություն գլխավոր ֆինանսիստի եւ աշխատայի պատասխանատվության աստիճանն է բարձրանում եւ համայնքի ղեկավարի իրենք են սկսում հիմա էլ են կառավարանի այս բյուջեն, բայց այստեղ արդեն հիմա այս ծրագրերի ինչպես կվերահսկեն եւ այլն ծախսային հոդվածների չի արվել, այսինքն բավականին մեծ կարողությունների բարձրացման ծրագրի իրականացման անհրաժեշտություն կա։ Ոչ բոլոր համայնքներում է դա այդպես։ Եկեք չմոռանալ, որ բավականին շատ է 200-ից ավելի համայնքներում երկարի պակաս մոտ 915 համայնքից։ Այսինքն շատ փոշիացված։ Հիմնականում դա շոկավորում է։ Ինչպես է նույնիսկ այդ համայնքի բյուջեն կառավարում երբեմն զարմանալի։ Իհարկե խոշորացման կարիք կա, որ մի կողմից կոնսոլիդացիա այդ միջոցները, երկրորդ ավելի բարձր կարողություններով մարդիկ գան եւ ղեկավարեն արդեն ավելի մեծ բյուջե եւ այստեղ պետք է ապակենտրոնացման process անխուսափելի լինի, այլապես դա կբերի ապախնախուսման այս գործընթացի։ Մարդիկ այս սպասելիքները, որ ունեն որ որակապես կառավարում միջոցների քանակը համայնքի բյուջեն կավելանա դրան, որպեսզի տեսնեն դրա պտուղները, դա չեն տեսնի։ Եվ սկսեն բողոքներ ասելով, որ առաջ մենք ունենք գյուղապետ, ահա տեղական այս գյուղում գնում էր, իսկ հիմա այս գյուղում չկա, մենք դիգնանք մյուս գյուղ, որտեղ գյուղապետն է նստում եւ այլն։ Այ եթե կառավարման ապակենտրոնացումը եղավ եւ իսկապես գործունյա կարող մարդիկ սկսեցին կառավարել, վստահեցնում եմ ձեզ, գործընթացը շատ հաջող կգնա։ Սա շատ կարևոր գործընթաց է առհասարակ եւ վարչատարածքային բաժանման կառավարման տեսակետից եւ ֆինանսական ապակենտրոնացման տեսակետից։ Ինչ է կարծում այդ իմաստով, երբ որ ինչպես առաջ ասացիք, համայնքի բնակիչը փոքր է գյուղում 100 հոգանոց, 200 հոգանոց ճանաչել է միայն համայնքի ղեկավարին, որի ձեռքում կա թեկուզ փոքր, բայց ինչ-որ գումար, որի մոտ գնացել է եւ արձերը ստացել, հետ է եկել, ընդ որում շատ հաճախ դրանք հենց նաեւ դրանցով մարվել են իրենց հարկերը, պարտքերը եւ համայնքների ղեկավարները չեն թաքցնում դա։ Հիմա երբ որ խոշորացման այդ process-ը եղել է եւ կա մեկ բյուջե, որտեղ գոնե 6-7 համայնք է միավորվել, ինչպես կարող են նրանք այս մոտեցումով կառավարել եւ չդժվար չփոխել։ Շրջական աշխատողներ ներկայացուցիչներ համայնքում այդպես չի։ Ես նկատի ունեմ էլի այդ սոցիալական բաժանվածության կամ լինի կազմակերպվածությունից է կախված իհարկե շատ բան։ Բայց այն ինչ որ ես եմ ասում կապված լրացուցիչ պարտադիր իրազեկություններ տալու։ Այն ժամանակ կարելի է միանգամից տալ եւ գումարը համայնքին եւ պահանջել համայնքապետից այդ բոլոր ծառայությունների լիարժեք իրականացում։ Այսօր շատ դժվար է։ Մարդիկ գալիս են ասում են գումարը քիչ է։ Համայնքը որևէ ճկունություն չունի հարկերի ավելացման, արտոնություններ տալու, կարող է արտոնություններ տալ, բայց դրույքաչափի ավելացման որևէ հնարավորություն չունի։ Նոր օրենսգրքով հավանաբար կունենա։ Խոսքը ողի հարկի քայլ հարկերի մասին։ Եվ մեր մոտ շատ քիչ են այդ դա մի կողմից լավ է հարկերը, ուղղակի մի քիչ ավելի մեծ ազատություն է պետք համայնքներին տալ, թե կա թղթի վրա, իրեն կարող են վճարներ սահմանել, սակագներ ծառայությունների սահմանել եւ այլն, բայց միևնույն է բյուջեն սահմանափակ է այսօր։ Այնուամենայնիվ կառավարման փորձառությունը հմտությունների պակաս ունեն իրենք։ Եվ կար բազմաթիվ կարողությունների բարձրացման ուսումնական ծրագրեր, որի մասնակցում են համայնքի աշխատողները, համայնքի գյուղապետարանի, քաղաքապետարանի ծառայողները, համայնքային ծառայողները եւ այլն։ Բայց ավելի համակարգված պետք է լինի, ավելի նպատակային պետք է լինի։ Հիմա կարող է օրինակ ծրագիր տեղական բյուջեների համատական վերլուծության համար ֆինանսական ցուցանիշների մեծ համակարգ է ներդրում, ես ինքս աշխատում եմ հատվածում, մի քանի տասնյակ հարյուրավոր ցուցանիշներով գնահատվում է համայնքի ֆինանսական կառավարման որակը։ Դա շատ լավ գործիք է, որովհետեւ համայնքները իրեն գնահատեն իրենց կարողությունների պակասը, կառավարման արդյունավետությունը, ինչ ուղղությամբ պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Այդ բոլորը պետք է դառնա չափելի, որ շատ ավելի պարզ ձևով համայնքը եւ հավաքանին կարողանա գնահատել համայնքապետի աշխատանքը ռեալ եւ համայնքապետը իր բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը նպատակառություն։ Երբ որ դա կներդրվի պիլոտային համայնքների համար հիմա սկսել են, ուզում եմ այդ փորձը կտարածվի հանրապետություն։ Դա Եվրոպայի խորհրդի արևելյան գործընկերության ծրագրի ծրագրերից է մասնակցում։ Մոլդավիայում է իրականացվում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում։
Դուք շատ հետաքրքիր իհարկե կհետևենք նաև տեսնենք ինչքանով է դա փոխում իրավիճակը, բայց քիչ առաջ շատ տակին միտք ասեցիք, որ այնուամենայնիվ այդ սոցիալական բյուջեն կարող է բաշխվել սոցիալապես անապահովվածներին, բայց դարձյալ աշխատանքի դիմաց։ Իրոք համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենք երբ հարցը բարձրացնում են, ասում են, որ հնարավորություն չունեն, բայց կամավոր աշխատանքի այդ փորձառությունը եւ խրախուսումներ չկա, այսինքն գուցե իրենց պատկերացումների մեջ էլ դա չկա։ Դա իմ կարծիքն է, գիտեք, ինքը հետաքրքիր բան է։ Բայց ես շատ կուզենայի, որ դա արմատավորվեր։ Այլ World Food Program-ը համաշխարհային այդ բարենային ծրագիրը ՄԱԿ-ի Հայաստանում այլ ունի ուրեմն բարեն սնունդ աշխատանքի դիմաց համանման բաներ։ Գիտեք, մոտ 40 միլիարդ, եթե հաշվենք որ թոշակառուներ կան այդտեղ իսկապես կամ հաշմանդամներ, որ չեն կարող աշխատել, քննի չի։ Ես վստահ եմ 40 միլիարդից 30-ը կարող է գնալ աշխատանքի դիմաց։ Եվ մարդիկ կսովորեն միայն աշխատանքով վաստակել իրենց հացը, ինչպես որ հայը դարերի վեր արել է միշտ։ Բացի նայած որ դա առողջ մարդկային հարաբերությունն է, դա հսկայական ախտություն համայնքների։ Պետությունը համայնքներին ասում է, հացից գումար, ձեզ ապահովում եմ անվճար աշխատուժով։ Բայց փոխարենը ցույց տվեք կատարված աշխատանք։ Այլապես կարող է ինչպես դուք եք ասում, իրենց ծանոթների մի ցուցակում գրել եւ ասում դրանք ըստեղ աշխատանք են արել, հողային աշխատանքներ են արել, ինչպես սովորաբար արվում է, շատ դժվար է վերահսկել, բայց պետք է պայմաններ դրել, ասել այդ ցույց տվեք այդ աշխատանքները։ Գյուղապետերին ասել, ձեր գյուղամիջյան ճանապարհներում անհարթություն չպետք է լինի, դե բոլորը լցված լինեն։ Ոռոգման ջրագծերը պետք է մաքրված եւ մոռոգված լինեն, որոնք մեծ պրոֆեսիոնալ պատրաստականություն չի պահանջում, բայց հսկայական խնդիրներ կարող են ունենալ։ Վերջացրած բարեկարգում, մորկանաչ հապատումով եւ այլն, հանրային շենքերի խնամքով շատ մեծ աշխատանք կա, բայց դա հստակ չափերի պիտի լինի եւ հստակ հանձնարարական տրվի համայնքապետերին։ Ես կարծում եմ շատերը դա կողջունեն։ Դե չէ, այսպես ինչպես կարելի է տարամասնած գումարստանալ, դա փչացնում է հասարակությունը։ Եվրոպայում ես օրինակ տեսնում եմ, որ այդ ազդեցությունը կա։ Այնքան բարձր են սոցիալական նպաստները, երիտասարդությունը կարող է աշխատել շատ լավ սում, դե հագնել տանիք ունենալ, ջրուցող ունենալ, Կմայքին են գնում դրան։ Չէ, չի կարելի։ Ես կտրականապես դրան դնեմ, իհարկե այդ գումարները դրան չես գնալ, բայց սկզբունքը պետք է կողմ։ Մարդը միշտ աշխատելով պետք է վաստակի։ Եվ աշխատելով պետք է շատ ավելի վաստակի, քան այն նպաստը կամ թոշակը ունենալ բնական։ Բայց մենք փաստորեն պետական համակարգում, ընտանեկան նպաստի համակարգում տարիների ընթացքում բերեցին հանգեցրին դրան, որ այդ սկզբունքը գոնե չգիտեմ ինչքան է կիրառում, բայց այդ սկզբունքը տևեց դրա հիմքում։ Բայց համայնքային բյուջեների մասով, համայնքային կառավարման մասով բացարձակապես որևէ չափորոշիչ տրված չի։ Դրա համար ես նաև զարմանալի չի, որ համայնքի ղեկավարն ավականին են ամեն ամիս Համաձայն են, պետք է չափորոշիչներ են անշուշտ, եւ դրանք կան այդ ընտանեկան նպաստների։ Բայց դե մյուս կողմից էլ գիտեք, համայնքային տեղն է, որտեղ բոլորը իրար ճանաչում են։ Եվ շատ լավ գիտեն, առանց շատ չափորոշիչների, ով իսկապես կարիքավոր է։ Ով է կարիքավորը, ով աշխատանք իսկապես չունի եւ չի կարող աշխատել, ով օրինակ բազմական ինչպես դուք եք ասում ընտանիք ունենան, պետք է աջակցել ժամանակ առ ժամանակ։ Այդպիսի անհրաժեշտություն դեպքեր լինում են։ Բայց իհարկե ամբողջ գործընթացը պետք է լինի կանոնակարգված։ Եվ երևի մասնակի կանոնակարգված է, նորից եմ ասում, դրանեղ Չէ, բացարձակապես կանոնակարգված չի, այդ իմաստով պետք է դարավի, որպեսզի մենք ավելի շատ երաշխիքներ ունենանք, որ պաշտոնական դիրքի չարաշահում այս դեպքերում չի լինի։ Դա վերաբերում նաև մնացած Իսկ ընդհանրապես ինչ կասեք դուք այն մասին, որ նաև այդ համայնքային բյուջեի այդ սոցիալական բյուջեով նախատեսված այդ գումարները ընդհանրապես մոտեցվում է կառավարության կողմից, պետության կողմից տրվող ընտանեկան նպաստների հետ, այսինքն իրենք այդ ծախսումները արդյոք կամ բաշխումը արդյոք նույնպես նույն չափանիշով պետք է լինի։ Թե ընդհանրապես համայնքը գուցե դա ոչ թե միանվագ գումարների բաշխում պետք է իրականացնի, այլ իրապես ծրագրերով այդ գումարները։ Գիտեք, ես կգնայի հետևյալ ճանապարհը, որ ընտանեկան նպաստից սինտը կա, ավելի շատ ապակենտրոնացնել այդ գործընթացը, բայց հստակ չափորոշիչները պահպանելու, որպեսզի համայնքները նաև որոշեն։ Եթե կա արտառոց կամ արտակարգ դեպք, համայնքը միշտ ունի պահոստներ։ Դրանց կարող է ծախսեր հանել։
Սա իմ կարծիքն է, գուցե շատերի կարծիքի կամ Այո, մոտեցումների չի անում, ես կգնայի այդ ճանապարհը։ Բավականին զգալի պահոստային ֆոնդեր են, հենց չնախատեսված դեպքերի համար, աղետեր, մարդիկ են տուժել, նրանց օգնություն է պետք, այգին վերականգնել է պետք, եւ այլ, արդեն համայնքապետը իր համակարգով պետք է որոշի, ավականին պետք է տեղեկատվի, որ այս դեպքերի համար է, ֆորս մաժորային, ասած, դեպքերի համար։ Իսկ եթե բոլորը ճանաչում են իրար, բայց կանոնական Այդ չկարողի հրապարակային եւ հանձնաժողով ձևավորելու պատասխանատու։ Իդեպ մենք քննադատում ենք, բայց այստեղ պետք է ասեմ, որ հրապարակայնության առումով բավական կարճ է։ Շատ երկրներից։ Համայնքային բյուջեները հստակ իրենց ինտերնետ կայքերին են։ Դեպքում է մամուլում շահագրգիռ մոտեցման դեպքում միշտ կարելի է բյուջեի կատարման գործընթացը, բյուջեի կազմման, հաստատման գործընթացը։ Կարելի է գնալ եւ բաց ժողովների, բաց ժողովների միշտ։ Քննադատել ասել այստեղ դեպքերից անենք, որ այդպես չի լինի։ Ամբողջը կարող է զուսել նախատեսված։ Իդեպ տարբեր համայնքներում էլ կա տարբեր ակտիվություններ շփվել։ Այո, մենք դեռ այդ իմաստով դեռ ինչ-որ բալանս Ամենից շատ ունենք, բայց դες տեղերն է, որ մեր նախաձեռնությունը, բնակչության ժողովրդի նախաձեռնությունը, ակտիվությունը պետք է դեր խաղա։ Բաց է դուրը, պետք է մտնեց։ Եվ պետք է համաձայնվել։ Այն ժամանակ վերահսկողություններ կբարձրանա եւ ձեր ասած դեպքերի իհարկե կրճատել։ Կարող է չկասկածել։ Շնորհակալություն ձեզ իրեն կալվելու համար, շեշտեմ, որ Իսրայելի հյուրներ ֆինանսական փորձագետ Լևոն Բաղդարյանը եւ մենք քննարկում ենք համայնքային բյուջեի սոցիալական տողով հատկացված գումարների բաշխման չափորոշիչներն ու մեխանիզմները։ Տեսություն։